Բարև ձեզ։ Վերջերս մասնակցել էի հետազոտական մի կոնֆերանսի Գերմանիայի Կասել քաղաքում, որտեղ քննարկվում էին տինիտուսի թերապիայի ժամանակակից մոտեցումներ։ Բացի դրանից հանդես եկա նաև Երևանում, Հայաստանի Եվրոպական համալսարանում եւ Էրեբունի բժշկական ակադեմիայում։ Էրեբունի բժշկական ակադեմիայում թեման սթրեսն էր, նրա կառավարման ժամանակակից մոտեցումները, կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունները, իսկ Հայաստանի Եվրոպական համալսարանում թեման նվիրված էր տինիտուսին։ Այսօր ձեզ հետ ցանկանում եմ կիսվել մի շարք կարևոր մտքերով, որոնք վերաբերում են մասնավորապես տինիտուսին։ Այսօր մենք տինիտուսը հասկանում ենք ոչ այնքան ականջների խնդիր, որքան խնդիրը, որը կապված է մեր հիշողության, ուշադրության, ինչպես նաև հույզերի հետ։ Կոնֆերանսի շրջանակներում նաև հատուկ ընդգծվեց հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունը։ Եթե նախկինում կիրառվում էին, այսպես ասած, ստանդարտ մեթոդներ տինիտուսի կառավարման ուղղությամբ, այսօր զգալի մեծ աշխատանք է տարվում տինիտուսի թերապիան հնարավորինս անհատականացնելու ուղղությամբ։ Ինձ համար համենայնդեպս ամենահետաքրքիր նորությունը թերևս այն էր, որ ներկայումս գոյություն ունեն արհեստական բանականության հենքի վրա կառուցված տինիտուսի կառավարման կամ թերապիայի մոդուլներ կամ մոդելներ, որոնք կարող են հոգեբանները կիրառել այցելուների հետ իրենց աշխատանքը առավելագույնս արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Իհարկե ոչինչ չի կարող փոխարինել կամ մասնագետի հոտառությանը կամ մասնագետի աչքերին, բայց սրանք կարող են ինչ խոսք օգտակար լինել։ Եվ հատուկ շեշտադրում կատարվեց միջդիսցիպլինար մոտեցումների ուղղությամբ, այսինքն տինիտուսի խնդրով աշխատում են ոչ միայն քիթ կոկորտ ականջաբանները կամ աուդիոլոգները, այլև առյուծի բաժինը պատկանում է հոգեբաններին եւ հատուկ վերապատրաստում ստացած հոգեբան մասնագետներին կամ հոգեթերապևտներին, որոնք աշխատում են տինիտուսով տառապող այցելուների կամ պացիենտների հետ։ Մեր վերականուղական կլինիկայի շրջանակներում ամենայնպես կիրառվում է ամբողջական մոտեցում, այսինքն գործին կցված են տարբեր ոլորտի մասնագետներ եւ կարող եմ ասել, որ սա ամենաարդյունավետ մոտեցումն է։ Իսկ եթե դուք նույնպես ունեք տինիտուսի հետ կապված խնդիրներ, ապա կարող եք կապ հաստատել ինձ հետ Instagram-ի միջոցով կամ գրանցվել խորհրդատվության համար Calendly հավելվածով։ Ես իհարկե պարբերաբար ձեզ հետ կկիսվեմ տինիտուսի հետազոտությունների եւ թերապիայի բնագավառում ժամանակակից ձեռքբերումներով, այնպես որ ամենաթարմ նորություններին տեղեկանալու համար բաժանորդագրվեք իմ էջին կամ YouTube-յան իմ ալիքին, իսկ ովքեր հավելյալ հարցեր ունեն, կարող են թողնել իրենց մեկնաբանությունները։ Առողջ եղեք, առայժմ։